Դեկտեմբերի 20-ից 21-ը Հրազդան քաղաքում անցկացվեց Արցախից տեղահանվածներին օգնություն տրամադրելու մարդասիրական ծրագրի հերթական փուլը։ Միջոցառման շրջանակում աջակցություն ստացավ շուրջ 400 ընտանիք, այդ թվում մինչև 3 տարեկան երեխա ունեցող ընտանիքներ։ Տեղահանվածները ստացան սննդամթերքի և հիգիենայի առաջին անհրաժեշտության հավաքածուներ, ինչպես նաև մանկական սննդով առանձին փաթեթներ։ Եվրասիա միջազգային կազմակերպության կամավորների թիմի ղեկավար Արամ Ղուկասյանի խոսքով ծրագրի մեկնարկը դեռ ամռանն էին տվել, արդեն իսկ 5500-ից ավելի ընտանիքներ ստացել են աջակցություն։ Առաջին հայացքից փոքր թվացող միգուցե օգնությունը շատ մեծ դեր ունի, շատ մեծ կարևորություն ունի։ Նախ շատ մեծ եւ ցավալի իրավիճակ է, երբ որ հասկանում ես, որ քաղաքացիները իրոք ունեն այս հումանիտար օգնության կարիքը, սա ձևական չի, ինչ որ բնույթ չի կրում, այլ իրոք քաղաքացիները ունեն սրա կարիքը, իրենք նույնպես դիմում են, մենք փորձում ենք հնարավորինս կերպով իրենց աջակցել եւ դրանից բացի նրանք հասկանում են, որ նրանք անտեսված չեն, առաջին հերթին նրանք հասկանում են, որ անտեսված չեն, որ նրանց մասին մտածող կա, նրանց հոգսերով անհանգստացողներ կան։ Հրազդանում ապրում եմ մոտավորապես 3 տարի, կամավորական ցանկացել եմ դառնալ, որպեսզի օգնեմ մարդկանց եւ նրանց ընտանիքներին։ Մոտավորապես 4 մեքենա մեծ դատարկել ենք այս տոպրակները։ Հրազդանում իրականացված մարդասիրական ակցիան անցկացվել է Արցախից տեղահանվածների աջակցության լայնածավալ ծրագրի շրջանակում, որը իրականացվում է Ռուսաստանի Դաշնության կողմից։ Ծրագիրը կազմակերպել է Ռուսական մարդասիրական առաքելություն կազմակերպությունը Եվրասիայի հետ համատեղ։ Ռուսաստանը ձեզ հետ է ծրագրի շրջանակում, ինչպես նաև տեղական իշխանությունների ու կամավորների աջակցությամբ։ Առաջին հերթին մենք կենտրոնացնում ենք մեր ջանքերը, որպեսզի սնունդ եւ հիգիենայի պարագաներ տրամադրենք բազմազավակ ընտանիքներին, առաջին կարգի հաշմանդամություն ունեցող անձանց ընտանիքներին, ովքեր ռազմական գործողությունների հետևանքով զրկվել են կերակրողներից, վիրավորում ստացած անձանց ընտանիքներին, ինչպես նաև մանկահասակ երեխաներ ունեցող ընտանիքներին եւ միայնակ թոշակառուներին։ Փաթեթի պարունակությունը բաղկացած է երկարաժամկետ պահպանման համար նախատեսված սննդից, կիսաֆաբրիկատներ, մակարոն, հացահատիկ, հիգիենայի պարագաներ եւ այլն։ Մանկական փաթեթում ռուսական արտադրության ապրանքներ են։ Պաշտպանության նախարարության աջակցությամբ մենք այդ ապրանքները հասցրեցինք Հայաստան։ Դրանք մանկական կերեր են, թխվածքաբլիթներ, շիլաներ, լուծվող թեյեր, ատամի խոզանակներ, անձեռոցիկներ, մանկահասակ երեխաների համար հատուկ ատամի մածուկներ, քսուկներ։ Ունիվերսալ հավաքածու է, որն ընդհանուր առմամբ 4 հոգանոց ընտանիքին թույլ է տալիս 1 ամիս ապրել։ Արցախից բռնի տեղահանված ընտանիքներ շատ կան ինչպես Հրազդան քաղաքում, այնպես էլ հարակից գյուղերում ու քաղաքներում։ Աջակցության մասին սոցիալական ցանցից են իմացել, լրացրել իրենց անձնական տվյալներն ու հիմա եկել են այն ստանալու։ Արցախից բռնի տեղահանված ընտանիքների մեծ մասն ապրում է սոցիալապես ծանր պայմաններում։ Շեշտում են տրամադրվող օգնությունը իրենց համար խիստ անհրաժեշտ է։ Օնլայն եմ իմացել, դիմել եմ, փառքաստուծո գոհ եմ, շահառու եմ դարել, ու կուզեի այս ծրագիրը շարունակական լինի, չեմ ասում անմիջապես միշտ ես օգնեմ, այլ օգնում եմ մեր բոլոր Արցախի ժողովրդին։ Ես չեմ ուզում մեկը, որ ասենք բազմազավակ չի, 62 երեխա ու ավելի կարիքա իրան էլ հասնի, սաղին հասնի, որովհետև սաղ էլ դրա կարիքը զգում եմ։ Շնորհակալ ենք իհարկե ավելի մի քիչ մեղմելու, այս դժվարին իրավիճակին, ցանկացած էլ եմ ասում, ցանկացած օգնություն, ցանկացած միայն ամենաչնչին բանն էլ, որ ժողովրդի համար թվում է դա մի չնչին բան է, մեր համար իրոք էլի կողքից օգնությունն է, որ մի փոքր մեղմացնում է, մի փոքր ավելի թեթևացնում է մեր հոգսը։ Ռուսական մարդասիրական առաքելությունն 2010 թվականից իրականացնում է մարդասիրական, բժշկական եւ կրթական ծրագրեր աշխարհի տարբեր տարածաշրջաններում եւ 2020 թվականից համակարգված աջակցություն է ցուցաբերում Հայաստանի բնակչությանը։ Ծրագիրը մեկնարկել է հուլիսի 31-ին եւ իրականացվում է մի քանի փուլով ըստ պլանի մինչեւ դեկտեմբերի վերջ, սակայն որոշում է կայացվել շարունակել աջակցությունը 2026 թվականին նույնպես, իսկ մինչ այդ նրանց հաջորդ կանգառը կլինի Սյունիքի մարզը։